Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 2։ Եվ դուք դուրս պիտի գաք ու ոստնեք գոմի պարարտ հորթերի պես։ Մաղաքիա 4:2 խոսք։ Այո, երբ արևը շողում է, հիվանդները թողնում են իրենց փակ սենյակները և դուրս գալիս մաքուր օդ շնչելու։ Երբ արևը բերում է գարունն ու ամառը, կենդանիները լքում են ախոռները և բարձր ալպերում արոտ են որոնում։ Նույնպես էլ երբ մենք գիտակից հաղորդակցություն ունենք մեր Տիրոջ հետ, թողնում ենք հուսահատության ախոռը և քայլում սուրբ վստահության դաշտերում։ Մենք բարձրանում ենք ուրախության լեռները և սնվում քաղցր արոտով, որ ավելի մոտ է երկնքին, թողնելով մարմնավոր մարդկանց կերակուրը։ Դուրս գալը և ոստնելը երկակի խոստում են։ Թանկագին հոգի, եռանդով փափագիր վայելել այս երկու օրհնությունները։ Ինչու մնաս գերի, վեր կաց և քայլիր ազատության մեջ։ Տեր Հիսուսն ասում է, որ իր ոչխարները պիտի մտնեն ու դուրս գան և արոտ գտնեն։ Ուրեմն դուրս եկ և սնվիր անսահման սիրո հարուստ արոտավայրերում։ Ինչու մնալ մանուկ շնորհքի մեջ։ Ոստնեք և աճեք։ Երիտասարդ հորթերը արագ են աճում, հատկապես երբ խնամքով են կերակրվում, իսկ դուք գտնվում եք ձեր Փրկչի ընտիր հոգատարության ներքո։ Ուստի աճեք շնորհքի մեջ և ձեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճանաչողության մեջ։ Չսահմանափակվեք և չկաշկանդվեք աճի մեջ։ Արդարության արևը ծագել է ձեզ վրա։ Արձագանքեք նրա ճառագայթներին, ինչպես բողբոջներն են արձագանքում արևի շողերին։ Բացեք ձեր սրտերը, ընդարձակվեք և աճեք նրա մեջ ամեն ինչում։